Ցեղակրոն կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի գործով դատավարությունն այսօր մեկնարկեց կրակոցով։ Միջնիստի սկսել է Կենտրոն եւ Նոր Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատանի բակում 31-ամյա Հայկը բարձրացավ կայանված մեքենաների վրա եւ օդամղիչ ատրճանակից կրակոցներ արձակեց ոստիկանների ուղղությամբ։ Երիտասարդին արագ վնասազերծեցին, իսկ Շանթ Հարությունյանի համակիները հայտարարեցին, որ որևէ կապ չունեն նրա հետ։ Տեղի ունեցածը սադրանք է։ 7 ամսվա նախաքննությունից հետո այսօր Շանթ Հարությունյանը դատանում էր ամբաստանյալի կարգավիճակով իր 13 գաղափարակիցների հետ միասին։ Հենց նիստի սկզբում Շանթ Հարությունյանն իր ընկերներին հորդորեց հրաժարվել պաշտպաններից։ Փաստաբանները մեզ ոչ մի առումով չեն կարող ուտեն, սա քաղաքական process է։ Նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում իշխանափոխության փորձ կատարած Շանթ Հարությունյանը վստահ է, որ իր տեսակետները կիսում է մեր բնակչության մեծ մասը, բոլորը արդարություն են փնտրում։ Հիմա մեր փաստաբանները որ ելեն ասել ես ինչ կետի հիմա վրա այս տղեկ ասեք թե ամեղեն կամ սենց մեղմացուցիչ հանգամանք է, ձեզ թվում է հաշվեն ապրել։ Անկախ Շանթ Հարությունյանի կոչից դատավոր մնացական Մարտիրոսյանը ստիպված էր հետաձգել դատական նիստը, քանի որ ամբաստանյալներից շատերի պաշտպաններն այսօր ներկա չէին։ Այսօրվա դատական նիստին հետևում էր նաև Ժառանգություն կուսակցության նախագահ Ռաֆֆի Հովհաննիսյանը։ Սա քաղաքական դատ է, քաղաքական բանդարգալների նկատմամբ իրենք պետք է ազատվեն։ Ամեն ինչ արվում է իրենց անօրինությունները շարունակելու եւ հետաձգելու, ձգձգելու միջև կտեսնեն իշխանություններից վերևներից ինչ կստանան։ Իդեպ դատավարության ընթացքում Բաքվում բողոքի ակցիային իրականացնում Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների հարազատները, ինչպես նաև նրանց քաղբանտարկյալ համարողները։ Ուղղակի ծիծաղելի է այս ամեն ինչը։ Հայաստանի Հանրապետությունում այս պայդրությամբ մի դատավոր կա Սերժ Սարգսյանն է, նա ուղղակի տարբեր երեսներով, տարբեր դատարաններում հանդես է գալիս։